Գիրք Ելից, գլուխ 7 Մովսեսն ու Ահարոնը նորից փարավոնին են դիմում։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տես, ես քեզ փարավոնի Աստվածը դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը քո մարգարեն կլինի։ Դու խոսիր այն ամենը, ինչ կհրամայեմ, իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ, որ Իսրայելի որդիներին ազատ արձակի իր երկրից։ Եվ ես կխստացնեմ փարավոնի սիրտը, եւ իմ նշաններն ու հրաշքները կշատացնեմ Եգիպտոսի երկրում։ Փարավոնը ձեզ չի լսի, որպեսզի ես իմ ձեռքը Եգիպտոսի վրա գցեմ եւ իմ զորքերը բերեմ իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին, նրանց միջից մեծ դատաստաններով հանելու համար։ Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ ես ձեռքս Եգիպտոսի վրա մեկնեմ ու Իսրայելի զավակներին նրանց միջից դուրս բերեմ։ Եվ Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես Տերը հրամայել էր իրենց։ Եվ Մովսեսն 80 տարեկան էր, իսկ Ահարոնը 83 տարեկան էր, երբ խոսեցին փարավոնի հետ։ Եվ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ ասելով. «Երբ փարավոնը ձեզ հետ խոսի եւ ասի. ձեզ համար մի հրաշք ցույց տվեք, այն ժամանակ ասա Ահարոնին. վերցրու գավազանդ եւ գցիր փարավոնի առաջ, այն օձ կդառնա»։ Եվ Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ եւ արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր։ Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի առջև ու նրա ծառաների առջև, եւ այն օձ դարձավ։ Փարավոնն էլ կանչեց իմաստուններին ու կախարդներին, եւ Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդություններով այդպես արեցին։ Եվ ամեն մեկն իր գավազանը գցում էր, եւ դրանք օձեր էին դառնում, բայց Ահարոնի գավազանը դրանց կուլ տվեց։ Եվ փարավոնի սիրտը կարծրացավ եւ նրան չլսեց, ինչպես որ Տերն ասել էր։ Եվ ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացել է, չի ուզում ժողովրդին արձակել։ Առավոտվանից գնա փարավոնի մոտ, ահա նա դուրս է գալիս դեպի ջուրը, եւ դու գետեզրին կանգնիր նրա դիմաց, եւ այն օձ դարձած գավազանը ձեռքդ վերցրու, եւ ասա նրան. Եբրայեցիների Տեր Աստվածն ինձ քեզ մոտ ուղարկեց ասելով. թույլ տուր իմ ժողովրդին, որ գնան, անապատում ինձ պաշտեն, եւ ահա մինչեւ հիմա չլսեցիր։ Այսպես է ասում Տերը. սրանով իմացիր, որ ես եմ Տերը։ Ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի մեջ եղած ջրին, եւ ջրերն արյուն կդառնան, եւ գետում եղած ձկները կմեռնեն, եւ գետը կնեխի, եւ եգիպտացիները կզզվեն այդ ջուրը խմելուց։ Եվ Տերն ասաց Մովսեսին. ասա Ահարոնին. գավազանդ առ եւ մեկնիր եգիպտացիների ջրերի վրա, նրանց առուների վրա, նրանց գետերի վրա եւ նրանց լճերի վրա, նրանց բոլոր ջրամբարների վրա, եւ արյուն կդառնան։ Եվ Եգիպտոսի ամբողջ երկրում փայտե ու քարե ամանների մեջ ջրերը արյուն կդառնան։ Եվ Մովսեսն ու Ահարոնը Տիրոջ պատվիրածի պես արեցին, եւ նա գավազանը բարձրացրեց եւ փարավոնի առջև ու նրա ծառաների առջև խփեց գետի միջի ջրերին, եւ գետի միջի բոլոր ջրերն արյուն դարձան։ Եվ գետում եղած ձկները սատկեցին, եւ գետը նեխեց, եւ եգիպտացիք չէին կարողանում գետից ջուր խմել, եւ արյունն ամբողջ Եգիպտոսի երկրում էր։ Եվ Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդությամբ այդպես արեցին։ Փարավոնի սիրտը կարծրացավ, եւ Տիրոջ ասացի պես չլսեց նրանց։ Եվ փարավոնը վերադարձավ եկավ իր տունը, ու սա էլ չազդեց նրա սրտին։ Բոլոր եգիպտացի գետի ջուրը փորեցին խմելու ջուր գտնելու համար, որովհետև գետի ջրից չէին կարողանում խմել։ Եվ Տիրոջ գետի ջրերին հարվածելուց հետո 7 օր լրացավ։